Տես ինչ է կատարում։ Բարգած տեղ է, մեկ զգում ես տապվում է։ Սվետլանա Զապորոշենկոն սեփական ուժերով իր անկյունը նորոգել փորձել է, բայց դրանից շատ բան չի փոխվել։ Ոչ ջրատար կա, ոչ կոյուղի անձրևաջրերն ուղիղ բակ, ապատուն են լցվում, ներսում ջուր էլ չունեն։ Ջուրը էնդեից ենք բերում, կեղտոտ ջուրը էնդեղ տանում ենք։ Նույն պայմաններում նաև այս հարևանուհին է ապրում, մեկ դույլ ջրի համար ամեն օր ստիպված են հասնել բակի մյուս ծայրում գտնվող սանհանգույցը։ Արթնանում ես ու տեսնում ես էլի նույն տան մեջն ես, նույն կարգավիճակն է։ Մենք ապրում ենք այս պայմաններում։ Այս ձևի, որ ամաչում եմ անգամ դուռը բացեմ ցույց տամ, եւ բաղնիկա, եւ տուալետ, եւ կուխնի։ Այս էլ ջուր եմ հավաքում վեդրոներով, որ լողանանք։ Իմ երեխեքս, թոռներս, սա խելան, որովհետև ստեք հնարավոր չի ապրել, դե հիվանդության բուն է։ Տանը կոմունալ ոչ մի պայման չկա, բնակարանն էլ մութ է ու խոնավ, անձրևաջրերն ու ձյունը բնակիչների գլխին կախված վտանգ են։ Սենյակների անկյուններում նույնիսկ ամառվա կեսին բորբոս է առաջանում, փայտյա տանիքն էլ խարխլվել է։ Պատկերը նույնն է թաղամասի բոլոր տներում՝ կաթոցներ, ճաքեր, կիսաքանդ պատեր։ Պակասան մխիթար վիճակում չեն նույն թաղամասում գտնվող բազմաբնակարանները 1925 թվականին կառուցված շենքերը 4-րդ կարգի վթարային են։ Այս խողովակով երկու շենքի երկու պատերը ամրացված է իրար, որ իրարից չանջատվեն։ Շենքը սեյսմակայունության որևէ պայմանի չի բավարարում, վնասվածությունն էլ այնպիսին է, որ մարդկանց այնտեղ հետագա բնակվելը վտանգավոր է։ Տարիներ շարունակ համար 8 եւ 9 շենքերի ու հարակից տների բնակիչները պարբերաբար տարբեր ատյանների են դիմել, խոստումները չեն ուշացել են գործնական քայլերը։ Հուսահատ բնակիչները խնդրի լուծման համար Միքայել եւ Կարեն Վարդանյաններին են դիմել։ Երևանի պատմության մեջ առաջին անգամ մի ամբողջ թաղամաս բարերարների միջոցներով բնակարաններով է ապահովել։ 58 ընտանիքներին գումար կամ բնակարան է տրվել։ Ընդհանուր առմամբ հատկացվել է $1,700,000։ Հենրիկի մանկությունը այս թաղամասի երկրորդ բազմաբնակարանում է անցել։ Շենքի խնդիրներին տղան քաջածանոթ է։ Մտածում էր բանակից հենց գա առաջինը տան հարցով է զբաղվելու։ Նոր բնակարանի մասին լավ լուրն իմացել է ու եղնիկների իր զորամասից այստեղ շտապել։ Հոգսս այնքանով հետևացա, որ էլ ծառայությունից հետո չեմ մտածել նոր բնակարանի մասին։ Համեմատելու բան չի դա, սա պալատներ է նրա դեմը։ 3 սենյականոց ընթարցակ ու լուսավոր այս տուն տիկին Գրետան նոր է տեղափոխվել։ Ուրախ է, հարմարավետ կյանքի համար այստեղ բոլոր պայմանները կան։ Մենք սենց գոհ շնորհակալ ենք։ Մեզ դիմել էր 22 անչափահաս երեխա ունեցող 58 ընտանիք, որոնք ապրում էին 4-րդ կարգի վթարային շինություններում, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում։ Այստեղ անտանելի կենցաղային պայմանների պատճառով բնակիչների մոտ առաջացել էին տարբեր առողջական խնդիրներ։ Մեզ համար կարևոր է, որ այս ընտանիքների երեխաները մարդավայել ապրեն եւ ունենան արժանապատիվ ապագա։ Հովանեսյանների գլխավոր հոգսն է լուծվել, վթարային շենքից դուրս են եկել ու եղած խնդիրները հետևում թողել։ Նոր տունն ապահով է ու հարմարավետ։ Նախկին խոնավ քանդվող տանիքով մութ սենյակների փոխարեն լուսավոր ու ընդարձակ առանձնատանն են նաև Հակոբյանները։ Այս տունը գերազանց մեծ շնորհ է իմ համար, որ ես դուրս եմ եկել վատ պայմաններից։ Բարերարը վստահ է, փոքրիկների անհոգ մանկությունն ամենակարևորն է, բարեկեցիկ ու ամուր ընտանիքը ամուր պետության հիմքն է։